Դուք երկուսդ էիք ըստ էության, որ ահազանգ հնչեցրեցիք առաջինը Տիգրան Աբրամյան 22-23 թվականին եւ վերջին շրջանում դուք եք անդադ Պանքերոպյան այդ ահազանգը հնչեցնում, որ Հայաստանում կան տեղեր, որտեղ ադրբեջանական կողմը ստուգում է հայ զինվորներին եւ հետո նոր միայն թողնում դիրքեր։ Այս թեման ինձ անկեղծ ասած ցնցել էր, հա։ Ես ուզում էի հասկանամ նաեւ քանի դիրքեր են այդպիսի, որ հատվածներում են եւ այլն եւ ձեր բարձրաձայնումից հետո 168 ժամը հարցում ուղարկեց Պաշտպանության նախարարությանը, որոշ ժամանակ ձգձգելուց հետո ի վերջո պատասխանեցին եւ ըստ էության Պաշտպանության նախարարությունը չհերքեց, հա։ Սկսենք, քանի որ Տիգրանն էր առաջինը բարձրաձայնել, պարոն Աբրամյան, ձեզանից սկսենք։ Նախ այդտեղ հերքելու բան չկա եւ Պաշտպանության նախարարությունը չի կարող հերքել, նույնիսկ չի կարող հերքել այն իշխանությունը, որին հատուկ է ստախոսությունը, որին հատուկ է մանիպուլյացիան, բայց բնականաբար զինված ուժերում 20 թվականից հետո մեծ թվով մարդիկ են ծառայություն անցել պարտադիր ժամկետային ծառայության կարգավիճակով պայմանագրային կամ պաշտպան հայրենիացը եւ այլն եւ բնականաբար կոնկրետ տեղեկատվությանը մեծ թվով մարդիկ են տիրապետում նաեւ իրենց սեփական ծառայությունը անցկացնելու համատեքստում եւ բնականաբար տեղ իմաստել չկա որևէ մեկի կողմից հերքելու։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը նաեւ այստեղ կենտրոնացնել հետեւյալի շուրջ, սա այն ինչ որ հիմա մենք քննարկում ենք եւ ձեր հարցադրումում հնչեց, սա ընդհանուր մեծ խնդրի մի բաղադրիչն է կազմում, որովհետեւ իրականության մեջ 20 թվականի պատերազմից հետո Խարվաճարի, Քաշաթաղի շրջանների հանձնումից հետո, երբ որ սահմանագիծը կտրուկ փոփոխության ենթարկվեց բուն Հայաստանի Հանրապետության համար, մենք այդ պատճառը հետևանքային կապին եմ ես այդտեղ գալիս։ Մենք ինչի ունեցանք այդ խնդիրը։ Մենք ունեցանք այդ խնդիրը նրա համար, որովհետև 20 թվականի պատերազմից հետո, այդ շրջանները հանձնելուց հետո 3 մարզի հատվածում Գեղարքունիք, Վայոց եւ Սյունիք ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան որոշում չկայացրեց եւ այդ հատվածում պահպանության իրականություն չդարձավ, այսինքն մարտական հերթապահություն ժամանակին չդրեցին, առաջնագիծ չձևավորեցին, չկահավորեցին։ Դրա հետևանքը այն էր, որ 21 թվականի մայիսին եւ նոյեմբերին հարձակում եղավ այդ 3 մարզերի ուղղություններով, քիշեք են ավտոմատներով, այդ ռուկապաշտի բոյեր եւ այլն եւ այլն։ 22 թվականի դրա հետևանքն է նաեւ 22 թվականի սեպտեմբերյան այդ 1-2 օրվա ռազմական գործողությունները, որտեղ Ադրբեջանը իր հաջողությունը զարգացրեց, իսկ հայկական կողմը այստեղ 225-ի կարգի զոհ ունեցավ, եւ մենք ստացանք մի հատ առաջնագիծ, որտեղ ոչ միայն կոնկրետ այդ դիրքերի առումով Ադրբեջանի վերահսկողության տակ է կոնկրետ ծառայությունը, այլ մենք ստացանք մի իրականություն, երբ որ Ադրբեջանի կամքից է այսօր կախված մեծ թվով հատվածներում, ուղղություններում առհասարակ հայկական կողմի մարտական հերթապահության իրականացումը, որովհետև դրանք ադրբեջանցիները ստացել են մարտավարական եւ ռազմավարական բավականին մեծ առավելություն, վերահսկողություն մեր ողջ կարելի ասել թիկունքային նաեւ ենթակառուցվածքների նկատմամբ եւ եթե Աստված մի արարծե իրադարձությունները տեղափոխվեն ակտիվ գործողությունների կամ լարվածության փուլ, ապա այս պարագայում մեծ թվով ուղղություններով մենք կոնկրետ մարտական հերթապահության իրականացման թիկունքային ապահովման առումով դեռ չեմ խոսում շատ ավելի ծանր իրավիճակների մասին, մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ։ Սա բնականաբար հայաստանյան իշխանությունները անընդհատ քողարկում են կեղծ խաղաղասիրական այդ փուչիկ թեմաների համատեքստում, որպեսզի դրանք տանեն երրորդական պլան եւ հասարակության համար դրանք ուշադրության չարժանան։ Եվ նաեւ դրանով էր պայմանավորված, որ երբ որ այս վերջին շրջանում պարոն Քերոբյանը այդ թեման կրկին բերեց առաջին դաշտ, այսինքն օրակարգի հարց դարձրեց, դա նաեւ հանրային բավական մեծ բան առաջացրեց այստեղ։ Մի կողմից նյարդը երևաց տեղ, փաստացի, մյուս կողմից իշխանությունը փորձեց թեման փակի, որտեղ խաղաղությունը հիմա մի պոստ էս կողմ, երկու պոստ են կողմ, ինչ անելու եւ այլն։ Եվ մի կարճ բան էլ ասեմ այս իրավիճակում, երբ որ ես փորձում եի հասկանալ, թե այդպիսի դիրքերի պարագայում ինչ կարա տեղի ունենա եւ ինչ ա եղել, որ այս իրավիճակում sense որոշում ա եղել, որովհետեւ բնականաբար որոշումով ա թե կոնկրետ հատվածում որտեղ էս մարտական հերթապահություն իրականացնում եւ բնականաբար ողջ առանձնահատկությունը հաշվի առնում,
մոտեցումը, եթե ամփոփեմ, այն էր, որ գիտեք, տեղեր կար, եթե մենք հանեինք եւ այսպես ասած զասադնոյի այդ դիրքերը չմնային, դե մեզի կասեն բան են հանձնել, հող են հանձնել եւ այլն եւ այլն։ Հիմա գիտեք, զարմանալի բառը չէ արտացոլում այդ իրավիճակը, ինչ որ դու ապրում ես, որովհետեւ տեսնում ես մի իրականություն, երբ որ Արցախ հանձնող մարդիկ պաշտոնապես 220 քառակուսի տարածք 220 քառակուսի կիլոմետր քառակուսի տարածք հանձնող մարդիկ եկեն ասում գիտես դե սենց շարժ անենք, սենց խնդիր լուծենք, զորքին հանգարց բերենք, այս խնդիրը լուծենք, որպեսզի այդ ձևի չլիներ, կարողա պատերազմ սկսել, որևէ տրամաբանության մեջ տեղավորվող մոտեցում էր։ Դուք նշեցիք 3 հատվածներ առաջնագծում՝ Գեղարքունիք, Ես մարզային առումով էի ասում, Գեղարքունիք, Վայոց ձոր եւ Սյունիք, ինչ եմ այդ 3 մարզերը, որտեղ այդ 3 մարզերով է նոր առաջնագիծ ձևավորված։ Ճիշտ է, նույն այդ մարզերը Նախիջևանի Գեղարքունիքը հանածնու Վայոց ձորը եւ Սյունիքը նաեւ Նախիջևանի հատվածով ունեցել են Գեղարքունիքն էլ է ունեցել, հա, Գեղարքունիքն էլ երկրորդ կորպուսի հատվածում ունեցել է, բայց ոչ արդեն այդ ծավալի ընդլայնվել է այս տեսանկյունից արդեն սոտքից աճ եւ այլն եւ այս տեսանկյունից մենք 21 եւ 23 թվականների այդ ժամանակահատվածը երբ որ վերլուծում ենք սկսած իմ նշած այդ ուղղությունները որտեղ ժամանակահատվածում գործողություններ ծավալվեցին եւ 23-ը տեղ գյուղի Կորնիձորի ուղղությամբ այդ ժամանակահատվածներ երբ որ Ադրբեջան լրացուցիչ այդ տարբեր հաշվարկներով մոտ 100 հեկտարի նկատմամբ վերահսկողություն հաստատեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ սա այն ուղղություններն է հիմնական այդ 3 մարզի ուղղություն, որտեղ Ադրբեջանը ռազմավարական եւ մարտավարական առավելություն ստանալու մեր ենթակառուցվածքների կրիտիկական օբյեկտների նկատմամբ վերահսկողություն ստանալու նպատակով, որտեղ անհրաժեշտ է եղել գնացել է Բայց տարերային չի գնացել։ Հստակ մի բան էլ ասեմ, որ չստացվի, որ ես մենակ խոսում, որ գործընկերս էլ ասի, հա, ներողություն եմ խնդրում, տեսեք, Ադրբեջանը պատական որևէ տեղ չի գնացել։ Որտեղ որ գնացել է մխրճվել, կարող է տեղ լինի, օրինակ, մխրճումը կարող է լինի 200 մետր տարածք, բայց դա շատ ավելի ծանր հետևանք ունի Հայաստանի Հանրապետության, քան այլ ուղղությամբ միգուցե 2-3 կիլոմետր կգնար։ Պատական չեմ ասում, ստեղ կան ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության, այդ կրիտիկական օբյեկտների, ջրային պաշարների, որտեղ շատ լուրջ խնդիր կա ջրային պաշարների նկատմամբ վերահսկողության մասով, եւ ադրբեջանական այդ 3 տարվա 21-22 թվականների օպերացիաները եղել են պլանավորված, կոնկրետ թիրախավորված, որի նպատակը ոչ թե զուտ ֆիզիկական վերահսկողությունն է եղել հնարավորինս շատ ծավալով, այլ կոնկրետ ուղղություններում մտնելն է եւ նստելն է եղել։ Պարոն Քիրոփյան, նախ ուզում եմ դա բացատրեք, թե ինչու եք դարձյալ շեշտում դրա կարևորությունը։ Մենք իհարկե քննարկում ենք երբեմն հանրային գործիչներ, լրագրողներ, նաև այդ բարոյական կողմը արժանապատվության, հա, որ ադրբեջանցին քո զինվորին ստուգում է նոր է թողնում դիրքեր, հա։ Նախ այդ ստուգելը կասեք ինչ է նշանակում, որպեսզի մեր հեռուստադիտողը պարզ հասկանա ինչ է։ Դրա կարևորությունը եւ ինչպես պարոն Աբրամյանն էր բացատրում, Ադրբեջանը հենց այնպես չի եկել այդտեղ։ Դրա կարևորությունը հետագա իրենց մարտավարության տեսանկյունից։ Իհարկե պետք է սկզբից ասեմ, որ այս իմ բարձրաձայնելը դա հետևանքեր նրա, որ լիքը ուրիշ գործիչներ, հա, Մանասյան Նայկը, Արթուր Ամբարձումյան, Սերգեյ Երիցյան, որոնք որ Սերգեյ Միչալյոցը եղել է հենց վարժական հավաքի մասնակից եւ այնտեղ է եղել եւ լիքը վկայություններ կան հենց այդ մասին, որ վարժական հավաքների մասնակիցներն են տանում այդտեղ այն իմաստով, որ այդ մարդիկ ամենաանպաշտպանն են, հա, ամենախոցել են, իրենք չեն որոշում ուր գնան կամ ուր ծառան, իրենց բերել են այդտեղ եւ այդ մարդկանց տանում են իրենց չիմացած տեղը։ Եթե պայմանագրային ծառը գնում է ու պարզվում է ադրբեջանցի պիտի իրենց ստուգի։ Ընդ որում այս իմ հարցազրույցից կտրված տեսահոլովակի տակ լիքը մեկնաբանություններ կար ֆեյքերի եւ ոչ այնքան ֆեյքերի, որ ասում են, որ հա բայց օրինակ ժամկետայիններին չեն տանում, չէ, բայց ի՞նչ կապ ունի։ Մեր մարտական ընկերներն են, հայրենիքի պաշտպաններն են նույն ձևի, նույն կարգավիճակում։ Թեկուս մեկ դեպքը, թեկուս մի տեղամասում, թեկուս մի անգամ արդեն բավարար է, որ դա այսպես ծնագնդի, ծնահյուսի ազդեցություն ունենա բանակում մարտական ոգու վրա։ Ինչպես կարող է, ասենք նույն զորամասում կամ հարևան զորամասում ծառայողը
գնա եւ ամբողջ նվիրվածությամբ իրականացնի իր ծառայությունը իր հերթափոխը, եթե գիտի, որ հարևան դիրքում կամ հարևան զորամասի դիրքում իր մարտական եղբայրները անցնում են այդպիսի նվաստացման, այդպիսի ստորացման միջով։ Ինչ է դա իրենից ենթադրում այդ ստուգումը։ Այդ ստուգումը, ասենք, եղել են դեպքեր, որ նույնիսկ մարդկանց դեմքերն են նկարել, ուղարկել են հրամանատարությանը, որպեսզի, ասենք, մարդիկ հավանություն տան այդ մարդը անցնի գնա հերթա մարտական հենակետ կամ մաքսակետ է ինչ որ ուղեկալ, փաստացի ուղեկալ իր ուղեփակոցով եւ մնացած ամեն ինչով, հա։ Եվ իմիջիայլոց, ասենք, տարբեր լրատվամիջոցներ կան, այսպես իշխանական օրակարգի լրահոսի մեջ տեղավորված, որ ասում են, հա, բայց հիմա այդքան էլ այդպես չի, հա, բայց կարող է ժամկետայիններին չեն տանում, հա, բայց ինչ-որ տարբեր պատճառաբանություններ փորձում են արդարացնել այդ վիճակը, բայց մենք փաստացի տեսանք բան, լրատվամիջոցների պաշտոնական հարցումներին Պաշտպանության նախարարությունը 1 ամիս ժամանակ խնդրեց եւ հետո փաստացի իր հաղորդագրությամբ, իր պատասխանով ուղիղ կերպով չհերքեց, նշանակում է անուղղակի հաստատեց այս տեղեկատվությունը եւ այս վիճակը։ Եվ մենք պետք է իհարկե ինքներս մեզ պետք է հաշիվ տանք ում հետ գործ ունենք ստախոս եւ մանիպուլյատիվ քրոնիկ եւ մշտական ստախոս մանիպուլյատիվ իշխանության հետ, բայց այս վիճակում մենք ընդ որում պետք է ասեմ, հա, որ մոտ դրանից առաջ 1 ամսում եւ դրանից հետո 1 ամսում եղել են դեպքեր, որ անմիջապես, ասենք, 1 ժամվա տարբերությամբ հերքել են ինչ որ եթեր դուրս եկած հարցազրույցի կամ մամուլում տեղ գտած հրապարակումները, բայց այս պարագայում ընդ որում այս խնդիրը թե ինչ որ միտեղ կարող է խոսք գնալ անկանոն կրակոցների մասին կամ օրինակ ինչ որ հերկված հարցազրույցի հերկված հատվածում խոսք գնալ պայստազորի թվերի մոտավոր քանակի մասին, հա, այստեղ խոսք գնում է փաստացի պատանդարված հայ զինվորների մասին, որ յուրաքանչյուր պատեհ առիթով իրենք դառնալու են գերի, լավագույն դեպքում, վատագույն դեպքում այս հերթական անգամ հրամցնելու են կենթանի մնացած հայ զինվորների մորթվելը ուղիղ եթերում, ինչպիսիք էս մեր դիմացի ողերիմ հակառակորդը մշտապես իրականացրել է 16 թվականին, 20 թվականին, 22 թվականին եւ 22 թվականին մենք պետք է հիշենք մեր հերոսաբար զոհված եւ դեռ չզոհված կին հայ զինծառայողներին, որոնց մարմինները խեղվել են, որոնք գնդակահարվել են, այո, եւ մասնատվել են եւ իրենց վրեժը ոչ ոք չի լուծել։ Հա, այն բանը չի, որ մենք կարող ենք ներել։ Եթե այսօր իշխանությունները մեզ հրամցնում են Իրանի ասած կեղծ խաղաղության օրակարգ, չպետք է մոռանանք իրենք ովքեր են։ Իրենք խաղաղություն բերող չեն։ Իրենք խաղաղությունից խոսելու ոչ մի իրավունք չունեն։ Իրենք երկրի գլխին բերել են աղետ, պատերազմ, բերել են հայրենազրկում, հողազրկում եւ մնացած բոլոր աղետները, այն ինչ մենք այսօր տեսնում ենք։ Իրենք բերել են երկրի գլխին եւ հասարակության գլխին խորը պարակտում եւ կամազրկում են իրականացնում հայ ժողովրդի, Հայաստանի հայ ազգի, որպեսի հաջորդ հանձնելուն արդեն դիմադրություն տեղի չունենա։ Պարոն Քերոբյան, հիմա կարող ենք ասել, որ այդ հատվածները, այդ դիրքերը, այդ առաջնագծի այդ հատվածները Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Մենք ոչ միայն այդ դիրքերն են Ադրբեջանի վերահսկողության տակ, փաստացի Գեղարքունիքից մինչև Սյունիք մենք շատ քիչ տեղեր ունենք, որտեղ մեր դիրքերը ինչ որ գոնե հավասար են։ Եթե Գեղարքունիքում Շորժայից մինչև Սոտք մենք ունեինք ժամանակին բավականին ամուր կուրգից, ապա 22 թվականի սեպտեմբերի 13-14-ին կոնկրետ կարող եմ տեղը նշել Կախական եւ Կուտական գյուղերի հատվածում առաջ են նկել 2-3 կիլոմետր այն ձևով, որ մեր դիրքերի միջև ուղակի հնարավոր չի իրականացնել պաշտպանություն, համատարած պաշտպանություն եւ եկել կանգնել են, ասենք, օրինակ Կուտական գլխի գյուղին, պարզ է, որ այդ Կուտական գյուղը դարձել է ռիսկային նվազագույնը, իսկ առավելագույնը, ասենք, իրականում դառել է բնակության եւ գործունեության համար ոչ պիտանի։ Ու պետք է ասել նաեւ, պետք է նաեւ, եթե աշխարհագրությունից հետաքրքրող մարդիկ կան, այնտեղ հենց Կուտական գյուղը արդեն գտնվում է, այսպես Վարդենիսի Մասրիկի հարթավայրի ծայրին, եւ այնտեղ կան շատ տարածքներ եւ ճանապարհներ, որտեղից կարող է ցանկության դեպքում Ադրբեջանը կարող է լայնացնել հարձակումը այնքան, որ ասենք 10 կիլոմետրանոց ճակատով տանկային հարձակում սկսի մեր վրա, որից պաշտպանելու հնարավորություն չկա։ Եվ ոչ միայն չկա պաշտպանելու հնարավորություն, այսօր նույնիսկ ասենք դա անձեն աշխով է տեսանելի։ Տարածքի որևէ օպերատիվ կահավորում այդ հարձակումները կանխելու կամ այդ հարձակումներին ինչ-որ պատշաճ պաշտպանություն կազմակերպելու, այդ աշխատանքները չեն տարվում։ Ցույց են տալիս, իհարկե, տանում են լրատվամիջոցներին
տարբեր, այսպես արդեն կառուցված բետոնի կառույցներ, որոնք ունեն, ասենք, ինչ որ պաշտպանվածություն, բայց ցույց են տալիս, որպես տեսեք, մենք լրիվ ուրիշ բան ենք անում, ուրիշ պաշտպանություն ենք իրականացնում, բայց ջերմուկ գնացող ցանկացած մարդ կարող է բարձրանալ այն եղնիկի մոտ եւ տեսնի թե մեր բանակի, այսպես կապշին վարչությունը կամ շինարարները որտեղ են էլի պաշտպանված շրջաններ կառուցում։ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության սահմանից 7.5 կիլոմետր ներս։ Եվ ինչ որ մեկը եթե փորձի ինձ համոզել, որ այդ 22 թվականին ջերմուկի մոտ գրաված 56 քառակուսի կիլոմետրը արդեն պայմանավորված չի, որ թողնելու են Ադրբեջանի տրամադրության տակ, ես հակառակը կհիմնավորեմ։ Իմ կարծիքով կա արդեն կուլիսային պայմանավորվածություն, եւ սրա մասին նաեւ պետք է խոսել եւ պետք է խոսել տարբեր անկյուններից եւ տարբեր խոսափողերից, որ այս տարածքները, որ Ադրբեջանը արդեն 20 թվականից հետո ռազմակալել է Հայաստանի դե ֆակտո այսպես սուվերեն տարածքից, դրանց մասին այդ հատվածներում սահմանագծման եւ սահմանազատման մասին խոսք չի գնում։ Ու այդ մասով խոսք չի գնում դեռևս 2024 թվականի մայիսից։ Այն ժամանակ տեղի ունեցավ Կիրանցի ոսկի պարի եւ Բերքաբերի հատվածում այսպես ֆիկտիվ եւ ապօրինի սահմանագծում սահմանազատումը, ապօրինի եմ ասում, որովհետեւ այդ ժամանակ գոյություն չուներ որևէ իրավական հիմք դրա համար, հա, եւ դրանից հետո ոչ մի կետում նման գործողություն տեղի չի ունեցել։ Իսկ դե ֆակտո մենք գործ ունենք հող հանձնած իշխանության հետ, հա, որը Տիգրանը շատ ճիշտ նշեց, այս հանցագործությունը թիկունքում մնացած դիրքերի մասով պատճառաբանում է հող չհանձնելու մտադրությամբ։ Երևի պատահական չի, չէ, որ նաև Ադրբեջանը խոսում է սոտքի վերահսկողության մասին, չէ՞։ Իհարկե, մենք գիտենք սրան անդրադառնալով դա էլ հա նշեք ինչ նպատակի համար է հենց այդ հատվածներում Ադրբեջանը, այսպես ասած, ոտնաթաթը դրել։ Ուրեմն Տիգրանը մի կողմից նշեց, որ այստեղ կա մարտավարական եւ ռազմավարական առավելություն հենց մեր ռազմական ենթակառուցվածքների նկատմամբ, նաեւ ռեսուրսների, ջրի եւ ջրային ռեսուրսների, հանքային ռեսուրսների, բայց այստեղ թականի մասով ներողություն, որ նշեցիք, այնտեղ նաեւ այն հայտնի լիճը կա Կութականի ուղղությամբ, որը մեր վերահսկողության տակ է ժամանակին, բայց հիմա Ադրբեջանը արդեն այո, եւ այստեղ խոսք գնում է ոչ միայն այո ենթակառուցվածքային կամ ջրային պաշարների կամ հանքային պաշարների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին, խոսք գնում է Հայաստանի սահմանամերձ շրջաներում բնակչության համար կյանքը անտանելի դարձնելու մասին նաեւ։ Հա, Կուտական գյուղը արդեն ասացի, ինքը դարել է բնակության համար անպիտան, որովհետև Կուտականի մեջ տեղակայանում ես, բլրի գլխին ադրբեջանցիների դիրքերն են։ Հա, եւ այնտեղ գյուղացիները փաստացի զրկված են եղել, այնտեղ այդ հատվածում գոքավորություն կա, որտեղ շատ բարեբեր հող եւ անաստապահություն եւ գյուղատնտեսություն բնականաբար չեն կարողանում մշակել իրենց տարածքները, վեր շորժաներքի, շորժակուտ, Կախական, Կուտական, Աղբրաձոր, չգիտեմ, Մաքենիսա եւ այլն, այդ բոլոր այդ բնակավայրերի բնակիչները զրկված են փաստացի իրենց նույնիսկ սեփականության իրավունքով պատկանող տարածքները մուտք գործելուց։ Իմիջայլոց 24 թվականի մայիսին ես մի անգամ դրա մասին ասել եմ արդեն ձեր մոտ, Բերքաբերի ջրամբարի հյուսիսարևմտյան ափին գտնվող տարածքը, որը դե յուրե եւ դե ֆակտո գտնվում է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության սահմաններից ներս, դարձել է անհասանելի։ 63 հեկտար տարածք կա այնտեղ, որ մարդիկ ունեն սեփականության իրավունքով հաստատված սեփականություն, հողատարածք, որը մշակում էին, եւ այսօր փաստացի չեն կարողանում գնալ այնտեղ։ Հենց նույն այդ ապօրինի սահմանազատման արդյունքում դրա մասին այս իշխանությունները մոռանում են նշել, որովհետև դա իրեն ձեռք չտվող բան է։ Իսկ ինչի մասին են խոսում, այն բանի մասին, թե իրենք ինչ հաճույքով եւ խանդավառությամբ հանձնում են եւ նվիրում են Հայաստանի Հանրապետության տարածքները թշնամուն։